Օհանավանի Հովհանավանք եկեղեցուց անհետացել է այն խաչը, որն օգտագործվում էր եկեղեցական ծիսակարգերի ընթացքում։ Խաչը գտնվել է եկեղեցու ներսում սեղանի վրա սրբապատկերների կողքին։ Դրա բացակայությունը նկատվել է առավոտյան, երբ եկեղեցու աշխատակիցը ներս է մտել։ Մեզ հետ զրույցում մոմավաճառը պատմեց, որ խաչը վերջին անգամ ինքն ու կաթողիկոս Գարեգին II-ի որոշմամբ կարգալույծ ճանաչված Տեր Արամ Ասատրյանն են տեսել։ Եկել են արարողություն կատարելու եւ տեսել են խաչը չկա։ Ոչ, դրանից առաջ մենք արդեն նկատեցինք խաչը չկա։ Ես մտա նստարանի շորերը դզելու, գնացի որ այդ շորն էլ դզեմ, տեսա խաչը չկա։ Մոմավաճառը եւ մյուս համագյուղացիները խաչի անհետացման վերաբերյալ որևէ վարկած չնշեցին։ Նրանց խոսքով համայնքում հնարավոր կատարողի մասին որևէ տեղեկություն կամ խոսակցություն չկա։ Չէ, չգիտեի, չէ։ Եկեղեցու խաչը տեղյակ եք, որ գողացել է։ Ոչ, ես իմ հորտունն եմ էլ այսօր նոր եկել եմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, Ալզին ջան։ Ես ոչ մի բան չեմ տեսել, ես հետո մտեղ չեմ ելել։ Բայց երբ եք լսել, որ խաչը գողացել։ Ես երեք եմ լսեմ եղնեմ քեզ, եկաստեղ բացատրեցին, որ եկեղեցու խաչը տարել են։ Եկեղեցում մեր այցի պահին քահանա չկար։ Մեզ ասացին Տեր Արամը պետք է գա, սակայն եկեղեցում հանդիպել նրան չկարողացանք։ Համագյուղացիների խոսքով նա վերջին շրջանում նաև դատական գործընթացների է մասնակցում, եւ թե երբ է լինում վանքում, միշտ չէ որ հայտնի է։ Հեռախոսով զրուցեցինք Տեր Արամի հետ, պատմեց, որ խաչը վերջին անգամ տեսել է նախօրեին երեկոյան եկեղեցին փակելիս։ Երեկ առաջին օրն եմ տեսել խաչը վերջին անգամ, արդեն երեկ առավոտյան տեղում չի եղել։ Ես 12-ին եմ եղել վանքում, տեսել եմ, որ տեղում չի։ Բայց երեկ երեկոյան, նախորդ օրը երեկոյան փակելուց տաճարում դրված է եղել։ Եկեղեցու դռները բացվում են առավոտյան ժամը 9-ին, փակվում երեկոյան 7-ին։ Երբ վանքը բացվել է, քաղաքացիները Այո, գողացվել է մոտ ժամը 10-ից մինչև 11:30 ընկած ժամանակահատվածում։ Անհետացած խաչը Հովհանավանքում միակը չէր, ասում է Տեր Արամ Ասատրյանը, բայց նրա խոսքով հարցն այն չէ, թե եկեղեցում ուրիշ խաչեր կային, թե ոչ։ Խնդիրը հենց եկեղեցուց խաչի անհետացումն է։ Ես շատ խաչեր ունեմ, բայց դա իմն էլ չէ, դա տաճարինն է, տաճարի գույքը, այսինքն ձեռք էի բերել տաճարի համար, գրանցել էի տաճարի վրա, որ տաճարինը լինի։ Հովհանավանքից խաչի անհետացումը Տեր Արամ Ասատրյանի շուրջ ամիսներ շարունակվող եկեղեցական վեճի ֆոնին է։ Կարգալույծ ճանաչվելուց հետո էլ նա հայտարարել է, որ շարունակելու է եկեղեցական ծառայությունը եւ արարողություններ կատարելը։ Հնարավոր է, որ խաչի անհետացումը կապված լինի հենց իր անձի կամ այդ վեճի հետ, հարցրինք։ Գիտեք, ես վախենում եմ նման բան մտածել, որ կարա մեկը իմ անձի հետ, օրինակ, չգիտեմ, հարց ունենա, իմ անձի հետ կապված համակարգիկ չլինի ինչ-ինչ բաների ու գնա Աստծո տան միջից գողություն անի, էլի եմ ասում, ասենք եթե գնային իմ տան միջից գողություն անեին, ես այդքան չէի նեղվի, եղածը գույք է, օրինակ, բայց երբ որ իրոջ տան միջից են գողություն անում, դա անհանգստացնող բան է ու խոսում է հավատի բացակայության մասին ու Աստծուց աղ չունենալու մասին։ Դա իմ անձի հետ կապ չունի, հասկանում եք։ Հովհանավանքը միակ եկեղեցին չէ, որտեղից վերջին օրերին խաչ է անհետացել։ Մյուս դեպքն Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում է։ Այստեղ եւս խաչը ոչ թե պատահական իրեր, այլ եկեղեցական ծիսակարգի մաս։ Այս եկեղեցու շուրջ էլ երկար ժամանակ կրքերը չեն դադարում եկեղեցական կառավարման եւ հոգեվոր սպասավորների շուրջ աղմկահարույց իրադարձությունների բերումով։ Մեր այցի պահին եկեղեցու դռները բաց էին, բայց ներսում ոչ ոք չկար, անգամ վաճառքի մոմ չկար։ Մոմավաճառը եւս այդ դեպքի բերումով հարցաքննության էր գնացել։ Մեզ դիմավորած քահանան Տեր Երվանդը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, շտապում էր քննչական գործողությունների շրջանակում հարցաքննության։ Հայկիրճ պատմեց, որ Սուրբ Սեղանի վրա դրված են եղել պսակադրության ողջ հավաքածուն, խաչը, թագերը եւ մյուս պարագաները, գողացվել է հենց պսակադրության ժամանակ խաչեղբոր կողմից գործածվող խաչը։
Չգիտեմ անհայտ անձն ինչ մտադրությամբ, ինչ զգացողություններով կամ ինչ նպատակով է դա արել, ասաց քահանան։ Խաչը վերջին անգամ տեսել են նախորդ ուրբաթ երեկոյան մոտ 5:30-ից 6-ը Սուրբ Սեղանի վրա։ Պատարայքի ժամանակ քարոզի ընթացքում հավատացյալներին տեղեկացրել է կատարվածի մասին և խնդրել, որ աղոթեն հանցագործությունը կատարած անձի դարձի համար։ Մեջբերում Հույս ունեի, որ Աստված իմաստություն կտա այդ մարդուն կամ մարդկանց և նրանք կվերադարձնեն խաչը։ Այդ պատճառով էլ միանգամից ոստիկանություն չդիմեցի, մոտ 2 օր սպասեցի, բայց երբ ոչինչ չփոխվեց, ստիպված հաղորդում ներկայացրի, որովհետև այլ տարբերակ չկար, սա անթույլատրելի երևույթ է։ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներսի հատվածում տեսախցիկներ չկան։ Տարածքը տեսանկարահանվում է, սակայն ըստ քահանայի, դեպքի ժամանակ դրսի տեսախցիկները ևս չեն աշխատել։ Այսինքն առայժմ չկա նաև տեսագրություն, որը կարող էր օգնել պարզել, ով է մտել եկեղեցի և երբ։ Սա կապ ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Տեր-Երվանդը վարկած չունի։ Քննությունը պետք է պարզի, արդյոք երկու դեպքերը որևէ կապ ունեն միմյանց հետ, թե դրանք պարզապես ժամանակի առումով համընկել են։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։